Ողջույն, այսօր մեր 20-րդ դասն է, անցնում ենք 40-41-րդ էջերին։ Այսօրվա մեր թեման է կրկնողությունը, ինտերվալային, մեղեդիական և հարմոնիկ։ Մենք մինչ այժմ անցել ենք ընդամենը երկու տեսակի ինտերվալները, վերում արդեն տեսեք նշել եմ, որ սեկունդան է և տերցիան, սկզբից մեղեդիականն է, հետո հարմոնիկ, որ միասին է հնչում։ Այստեղ ինչ է ասվում, more about intervals, այսինքն ավելին ինտերվալների մասին։ When notes are played separately, they make a melody. We call the intervals between melody notes, melodic intervals. Play these melodic seconds, thirds, listen to the sound of each interval. Տեսեք, ասում եմ, երբ որ մենք նոտաները այս նվագում ենք առանձին, այն ստեղծում է մեղեդիական։ Եվ այս տեսակի ինտերվալները իհարկե անվանում են մելոդիկ ինտերվալներ, այսինքն մեղեդիական ինտերվալներ։ Հիմա պետք է մենք այն նվագենք, այս second and third, այսինքն սեկունդան և տերցիան, այդ հեռավորությունները, և պետք է լսենք այդ դրա մեղեդին, ինչպես է հնչում, ամեն մի նոտան, ինտերվալը ինչպես է այն հնչում, սա վարժանք է։ Տեսեք, սկզբում աջ ձեռքում է տալիս, երկու չափ, հետո արդեն ձախ ձեռքում է գնալու։ Այստեղ մեր դոտիրքն է պետք է վերցնենք, դոտիրքը աջ ձեռքով, իսկ ձախ ձեռքը սկսելու ենք այստեղ առաջին մատով իջնելու ենք։ Այսինքն լսելու ենք վերև և ինտերվալներ ներքև։ 4 քառորդի մեջ ենք 1, 2, 3, 4, ինքներդ կարող եք հաշվել 1, 2, 3, 4, կամ նշել սեկունդա, տերցիա, սեկունդա, տերցիա։ Այսպես դիրքավորեմ, ասում եմ, ուրեմն դոից սկսում ենք առաջին մատով սեկունդա, տերցիա, սեկունդ, տերց, ձախ ձեռքը, սեկունդա, տերց, սեկունդա, տերց։ Սա վարժանք է, մի քանի անգամ կրկնել է պետք և լսել, թե ինչպես է նրանք հնչում։ Մենք արդեն սովորել ենք, որ ինչպես գտնել միանգամից սեկունդան, տեսնում ենք տողի վրայից անցավ դեպի տողամեջ։ Տեսնում ենք, գծից ներքև է, գծիկ չկա, իր միջով չի անցնում, այսինքն սա միանգամից կարդում ենք սեկունդա։ Իսկ այստեղ արդեն մեր աչքը տեսնում է, որ մեկ հնչյուն արդեն բաց է թողնված, այսինքն տողի վրայից անցավ դեպի տող։ Միանգամից տեսնում ենք տերցիա է։ Եվ այստեղ նույնպես ձախ ձեռքում է, որ սոլից իջնում է, սոլ, ֆա, սոլ, մի, ինքը ոնց որ տեսնում ենք արդեն տողամիջից իջավ դեպի տող, այսինքն սեկունդա է տարածությունը, տողամիջից դեպի տողամեջ տարածությունը միանգամից կարդում ենք տերց և նվագում ենք տերց։ Սա էր սա, իսկ հետո արդեն անցնում ենք հարմոնիկ, սա նույնությամբ այս տեքստը ասում է, երբ որ ասում է նոտաները when notes were played together, they make harmony, այսինքն երբ որ նոտաները մենք արդեն նվագում ենք միասին, դա կազմում է, դա ստեղծում է հարմոնիա, միասին։ Նույնն է, we call the intervals between these note harmonic intervals, այսինքն նույնությամբ ասում է, որ սա այս տեսակի ինտերվալները անվանում ենք հարմոնիկ ինտերվալներ։ Նույն ձևի մեծ հնգակիցն է, մատներին ուշադրություն ենք դարձնում, էլի մեր դո դիրքում ենք գտնվում, հետո արդեն մեկ դիրք ներքև ձախ ձեռքի համար։ Այստեղ ալի հաշվելու ենք 4 քառորդ, նվագեմ, հիմա տեսնում ենք, արդեն միասին, սեկունդա, տերց, սեկունդա, սեկունդա, տերց, տեսեք կամ հաշվում ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախ ձեռքը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, լսեցինք, որ ինքը իջնում է, տեսեք, վերևի ձայնը սոլը մնում է նույնությամբ, իսկ այս ներքևի ձայնը իջնում է, այսինքն տեսնում ենք, այստեղ ասում է սեկունդա, տերց, սեկունդա, սեկունդա, տերց, շատ հեշտ է, ինքներդ կարող եք վարժվել և այն մտաբերել, թե ինչպես է հնչում։ Հիմա արդեն կանցնենք հաջորդ էջին։ Անցանք հաջորդ էջ, այստեղ արդեն տրված է նոր կանոն, rests, signs of silence, այսինքն դադարի մասին է խոսքը, այս հանգիստը, այս նշանը, այն նշանն է, ոնց որ դադարի, ասում ենք դադար, կամ պաուզա ենք ասում։ Ու այստեղ ունենք մենք նոր պաուզա, այսպես որ նշվում է, այս պաուզան էլ իմացույց կտամ, թե ինչպես է այն գրվում, ասում է this crochet or quarter rest, ասում է crochet է կամ քառորդ պաուզա,
այսինքն դադար, it means rest for the value of a crochet, այսինքն այն նշանակում է, որ ինքը դադարն է, որը որ համարժեք է 1/4 կամ crochet նոտայի, հա, ոնց որ մենք անցել ենք այդ քառորդ նոտաները, այստեղ, հա, սրա համարժեք այդ դադարն է։ Ինքը այդ դադարի ժամանակ հիմա կասեմ, թե ինչ է կատարում, հիմա crochet-ը մենք որոշ մեծ դասի ժամանակ, հա, մեծահասակների դասի ժամանակ բացատրել եմ, որ նշանակում է ամբողջի քառորդը։ Այսպես, այստեղ ասում է clap or tap the following rhythm, clap once for each note, հիմա այստեղ մենք այս հաջորդաբար մենք պետք է այս կանոնը կատարենք, այստեղ դրված է օրինակը, որպեսզի մենք մի անգամ ամեն մի նոտայի համար պետք է սեղմենք, բայց պետք է հաշվենք, ասում է բարձր պետք է հաշվենք, do not clap for the rest, այսինքն ուզում է ասել, որ պետք է մենք այս պաուզայի ժամանակ չենք ծափ տալու, ոչ էլ նվագելու ենք, բայց շարունակելու ենք հաշվել, հիմա այստեղ օրինակ տկտկացնելով ասեմ, որ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչ եղավ, այսինքն բարձրացեցինք մեր ձեռքը, բայց հաշվեցինք, չենք նվագում, պաուզաների վաղ չենք նվագում, սա արդեն գիտենք, ուրեմն այստեղ ինչ է ասում rock song, brightly, այսինքն rock song ինքը ուզում է happy, էլի, ուրախ, ոնց որ երգ է համարվում, brightly լուսավոր, այստեղ հիմա արդեն կարդամ ինչ է ասվում, ուրեմն այստեղ դրված է տեքստը արդեն, ասում է rock is melodic, այսինքն այս ուրախ երգը մեղեդիական է գնում, էլի այստեղ ասում է with the right hand, այսինքն մեր աջ ձեռքով է այն, rock is harmonic, այստեղ արդեն harmonic է, with the left hand, այսինքն ձախ ձեռքով, տեսնում եք, այստեղ աջ ձեռքն է, այստեղ ձախ ձեռքն է արդեն գնում, rock is melodic, էլի նույնը գնում է, հա, այստեղ արդեն նույնությամբ տեքստը գնում է, ուզում է ասել, որ աջ ձեռքն է մեղեդիական է, իսկ ձախ ձեռքը գնում է հարմոնիկ, ուրեմն, ուզում եմ մի հատ ես ցույց տամ, թե ինչպես ենք մենք ընդհանրապես նկարում այդ, տեսեք, ուրեմն, ինչպես ենք մենք նկարում crochet, հա, այսինքն կվարդ պաուզան վերցնում ենք, օրինակ, այստեղից, վերևից, վերցնում ենք մի հատ թեքությամբ, հա, այսպես զիգզագաձև, հետո թեքում ենք, սա մեր պաուզան է, կարելի է երեխաների հետ քիչ վարժվել, օրինակ այստեղ տեսանք, չէ, վերցրեցինք օրինակ 4-ից, 4 գծի վրայից, տարանք դեպի, օրինակ դեպի աջ, այսպես թեքության գծիկ ենք անում, հետո տանում ենք զիգզագապես, արդեն տանում ենք դեպի ձախ, հետո նորից դեպի աջ եւ այստեղ փոքրիկ կլորացնում ենք, սա մեր քառորդ պաուզան է, այսպես կարելի է մի քանի անգամ երեխաներին սովորեցնել եւ սա համարժեք է, տեսնում ենք, մեր քառորդ նոտային, այսինքն սա մեր մեկն է, ինքը մեկ է հաշվում, սա էր, սա սրա մասին, հիմա արդեն անցնենք, տեսնենք ստեղ ինչ է ասում, օրինակ 4 քառորդի մեջ են գտնվում, ֆորտեի մեջ է, 1, 2 կես նոտա, հետո 3, 4, տեսնում ենք արդեն ինքը այս տարածությունը ֆայից իջնում է դեպի մի, այստեղ դո դիրքում են գտնվում ֆայից իջնելու է մի, ինքը տեսնում ենք որ սեկունդա է, հետո միից ռե նորից սեկունդա է իջնում, այստեղ պաուզա է, հետո նորից ռե, հետո այստեղ արդեն գալիս ենք ֆա սոլ ձախ ձեռքով, ֆա սոլ, հետո մի սոլ, երկու անգամ, հա, ֆա սոլ, հետո պաուզա, ֆա սոլ, այսպես, հիմա ուզում եմ ձեռքս դիրքավորեմ, այստեղից արդեն սկսում ենք 4-րդ մատով, ֆայից ենք սկսելու ու հաշվելու ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հանեցինք ձեռքը, այստեղ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Տեսեք, ձեռքը պետք է անպայման բարձրացնել, որպեսզի պաուզայի ժամանակ չհարվածենք։ Հետո արդեն գնում է երրորդ մատով, այստեղ աջ ձեռքով ենք սկսում, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախ ձեռքը, մի սոլ, հա, ներքևից արդեն 1, 2, 3, 4, 1, 2,
3 4 Սա անպայման շորթերի մեջ կտեղադրեմ, որպեսզի ավելի մոտիկից, դուք ինքներդ տեսնեք ու լսեք, այստեղ արդեն իհարկե դրված է կրկնողության նշանը, որ դուք ավելի կրկնեք այն ու մի քանի անգամ, ինչքան ուզում եք կրկնեք, մինչև զորեք, իսկ այստեղ արդեն դուետն է, ուսուցչի կատարմամբ կարող եք արդեն դուք օկտավ վերև այն նվագել, որպեսզի ուսուցչի կարողանա ձեզ նվագակցել։ Չէի ուզում ասել, որ շատ երկար է, ավելի կարճ տևեց եւ ինքներդ կարող եք արդեն դուք ավելի մի քանի անգամ դիտեք, որպեսզի ավելի ամրապնդվի։ Շնորհակալություն, որ ինձ հետ եք, մինչ նոր հանդիպում։